Dundee Precious Metals կապան ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին անցկացվեց ավանդական դարձած հերթական մամուլի ասուլիսը, որին բացի լրատվամիջոցներից մասնակցում էին նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ասուլիսն ինքնանպատակ չէր, այստեղ ինչպես միշտ հնչեցին բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք այս օրերին շրջանառվում են հասարակությունում եւ որոնք առնչվում են կապանաստեղծ ընկերությանը։ Խոսքն այս դեպքում վերաբերում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ձեռնարկված ստուգումներին, որի արդյունքում ընկերությանը 9.5 միլիոն դոլարի տուգանք է նշանակվել։ Ինչպես գիտեք, այս գործը գտնվում է թադարանում, այդ իսկ պատճառով սահմանափակված եմ այն ինչ որ կրամ ներկայացնեմ ձեզ, բայց եւ այնպես ասեմ, որ ուրեմն Dundee Precious Metals ընկերությունը ստացել է ծանուցում ֆինանսների նախարարությունից, ըստ որի նախարարությունը ընկերությանը դուքանել է մոտավորապես 3.8 միլիարդ դրամ, մոտավորապես 9.5 միլիոն դոլար, մնտելով որ ընկերությունը խախտել է ընթերքի հոդվածներ ընթերքի մասին օրենսգրքից 2014 թվականի սեպտեմբեր 27-ին դուքանքը ներկայացվել է մեզ ի պատասխան սեպտեմբեր 30-ին ընկերությունը միջնորդություն է ներկայացրել վարչական թադարան արդյունքում դուքանքը ընթաց տալու վերաբերյալ վարույթները կասեցվել են մինչև թադական նիստը թադարանը դեռևս չի նշանակել թադական նիստի անցկացման օր Dundee Precious Metals-ը բնականաբար թեմ է դուքանքին, քանի որ մենք այդ մեկը համարում ենք չարդարացված եւ չհիմնավորված, օրենսդրության գործով ովևէ ողջամիտ մեկնաբանության եւ վճռականորեն կպաշտպանենք մենք մեզ թադարանում։ Որոշ կարևոր ուղերձներ կդեր, որ կուզեմ անդրադառնալ, դուքանքը վերաբերում է ենթադրյալ հանքօրենության գործունեության որի հետևանքով ըստ ֆինանսների նախարարության խախտվել է ընթերքի մասին օրենսգիրքը ընկերության պաշտոնյաները եւ իրավաբանները այս բանին շարունակում են հանդիպել իշխանության ներկայացուցիչների հետ հստակություն ձեռք բերելու դուքանքի վերաբերյալ, որովհետեւ հստակ չէ դակավին ամեն դեպքում ենթադրյալ խախտումների համար դուքանքի չափը մեզ համար չափազանց անհամաչափ է ներկայացված Հայաստանում այս մեծությամբ դուժերի գիրառումը ենթադրյալ սխալ օրենքը խախտած գործողությունների համար անկեղծ ասած ցավալի երևույթ է եւ շարունակական խոչընդոտ է հանդիսանում ավելի հուսալի եւ հասուն բիզնես միջավայրի ստեղծման համար Ընկերությունը վստահ է, որ դուքանքը անհիմն է եւ կգիրառի բոլոր օրինական ճանապարհները դուքանքը վերացնելու համար Շատ կարևոր է որ նշենք, որ 2006 թվականից ի վեր Dundee Precious Metals-ը երբ ձեռք բերել է այս հանքավայրը, մենք բավականին չանքեր ենք իրագործել ներկայացնելու, ներմուծելու լավ պոտենցիալով հանքաքարի վերաբերյալ արևմուտքում կիրառվող հանքարդյունաբերական պրակտիկական ուղղակավարման գործելակերպը։ Հանքը փորձելու հաջողակ դարձնելու մեր հանձնարարության հիմքում ընկած եւ մեր հիմնարար արժեքները առողջապահություն եւ անվտանգություն, արժանապատվություն եւ հարկանք, պատասխանատվություն, շրջակա միջավայրի նկատմամբ համայնքային ներդրումներ, շարունակական բարելավում եւ թափանցիկություն։ Չգիտես ինչու դուքանքի վերաբերյալ նորությունը տեղի կտվել մի շարք ասեգոսների եւ ենթադրությունների ընկերության վերաբերյալ, որոնց մասին կուզեմ անդրադառնալ Մենք սովորաբար չենք արձագանքում նման ասեգոսներին եւ ենթադրություններին, սակայն կցանկանայի հստակացնել որոշ կետեր մենք ցույց ենք տվել մեր հանձնարարությունն ու նվիրվածությունը դարձնելու կապանի հանքը հաջողակ հանքում կատարելով մոտավորապես 190 միլիոն դոլար ներդրում մինչև օրս ինչպես նաև համայնքային դրվող բազմաթիվ ներդրումների կրթական եւ բարեգործական նախագիծների միջոցով Չնայած մեր չանքերին ընկերությունը շարունակում է գումարներ գործընծնել դժբախտաբար այս իրավիճակը անշուշտ անverջ չի կարող շարունակվել Մենք ստեղծել ենք Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում գործող ամենատաղանդավոր թիմերից մեկը միավորելով եւ դեղացի կապանից եւ կանադայից ժամանած տաղանդավոր մասնակիցներ Մեզ ընկալում են որպես թափանցիկ Փարոյական նորմերով աշխատող օտարերկրյա ներդրող, որին պետք է ներակրվի պետությունը տնտեսության հաջողակ դարձնելու համար։
Թեև այս պահին մենք չունենք պլաններ ընկերությունը փակելու եւ գրճատելու աշխատավարձերը, սակայն այս պահին ես հստակորեն ասում եմ, մենք պահանջում ենք, որբեսի համապատասխան երկրի պաշտոնյաները գիտակցեն, որ սա սկզբունքային բիզնես է, որը պետք է ետ վերադարձնի իր կողմից կատարված ներդրումները։ Ընդերքի մասին օրենքը խախտելը ես նաև լեռնային մասնագետել եմ բացի անտարային, ես հասկանում եմ, որ հանքը սխալ է շահագործվել։ Դա պետք է որոշեն մասնագետները, ասենք մարքեթերները, երկրաբանները, այնպիսի մասնագետներ, որոնք կարող են գալ եւ ասել, այո, դուք հանքը սխալ եք մշակել եւ դրանով վնասել եք այդ ծննդավայրի հետագա մշակման չեմ ինչին կամ եւ այլն։ Այ սա է ես ուզում որպեսզի մի հատ հասկանանք, էլի։ Եթե եկել են միայն ուրեմն ֆինանսների նախարարությունից, նրանք չեն կարող այդպիսի եզրակացություն տալ։ Նրանք պետք է բերեին իրանց հետ ընդերքի մասնագետներ, որ նոր այդպիսի բան դնեին, էլի։ Քանի որ դատարանում է հարցը, ես պիտի նախընտրեմ մանրամասն չանդրադառնալ այդ ակտի դվյալներու մասին։ Պիտի խնդրեմ, որ ժամանակ տակ թույլ տակ, որ մենք դատարանում փաստենք, որ նախարարությունը ամբողջովին սխալ է եւ մենք ճիշտ ենք, որովհետեւ ենթադրյալ սխալներու ես չեմ ուզեր ովև մեկ ձևով կատարելագործում տալ դրանց անդրադառնալով։ Ամբողջ ակտի գումարը ես արդեն նշել եմ, նրա մեջ որոշ հոդվածներ նշված են, որոնց հետ մենք ընդհանրապես համաձայն ենք։ Այս մասին լուրերը տարբեր խոսակցությունների տեղիք են տվել, բացի այն հարցերից, որոնք կխոչընդոտեին դատական պրոցեսի ընթացքին, մնացած բոլոր հարցերին Հրաչ Ջաբրայանը սպառիչ պատասխաններ տվեց։ Խոսակցություններ կան, որ սա նաև փորձ է Դանդի ընկերությունը խլելու։ Ինչ կասեք այս մասին։ Ես ալ այդ խոսակցությունը լսել եմ, բայց անգեղծ ասած այդ մեկը խոսակցություն է, որև մեկ հիմնավորություն ես չեմ տեսնում դրա մեջ, եւ կոնե ես որպես գլխավոր տնօրեն այդպիսի բանից տեղյակ չեմ։ Եթե այդպիսի զրույցներ կան, կարծում եմ, որ այս պահին ընդհանրապես ենթադրություններ են եւ պիտի նախընտրեմ ենթադրության վրա չկենտրոնանալ։ Ես այդպիսի ինֆորմացիա չունեմ։ Ասեմ, որ առաջին հիաստատմունքը իմ կողմից է, մենք չգնանք մինչև սեփական հանդիրոջ, ես ավելի մտահոգ կլայի իմ հիաստատմունքով այս պահին, որովհետև Հայաստանում ներդրում անելու, շարունակելու եւ չշարունակելու որոշումը ընդհանրապես հիմնված է իմ խոսքին վրա։ Եվ ես որպես սփյուռքահայ թողնելով իմ կյանքս, հանգստությունս, փողս, բոլոր հարստությունս եւ գալով այստեղ եւ ներդրում անելով այստեղ, ինչպես նաև բոլորը գիտեն, ես բաժնետեր եմ այս ընկերության մեջ, ինձ համար առաջի հերթին հիասթափեցուցիչ է, որ մենք այսպիսի մոդեցում ունենք ընկերություններու հանդեպ, որոնք թափանցիկ կաշխատեն։ Եվ այդ մեկը կգնա անցյալ դարվա, արչի դարվա բնապահպանության նախարարության մոդեցումին եւ այս մոդեցումին եւ ոչ միայն ընդհանրապես մոդեցումը, այլև վարվելագերբը։ Բնականաբար ես հիասթափված եմ, բայց եւ այնպես այդ մեկը ասել չէ, որ հուսալքված եմ, որովհետև ես այսօր ունիմ ուժեղ թիմ, ես այսօր ունիմ լավ հիմնարկ եւ կկարծեմ, որ մենք տակավին կգնանք ունենալ հաջողություններ եւ հույսով եմ, որ բոլորը այդպես կմտածեն։ Այդ հիասթափությունը կարող է բերել դրան, որ դուք հրաժարվեք գլխավոր տնօրենի պաշտոնից։ Ես ոչ մի տեղ չեմ գնում, այդ մեկը հստակորեն ասեմ, նախ այդպիսի որոշում չկա։ Դանդի գլխավոր տնօրենը ես եմ, մինչեւ այդ ժամանակ, որ մեր գլխավոր նախագահը Ռիկհաուզը կորոշե, որ հրաչի ժամանակը արդեն վերջացավ այստեղ։ Ես այստեղ եմ իմ հայրենիքիս համար, ես այստեղ եմ իմ ժողովրդիս համար, ես եթե այստեղ լինեի փողի համար, ես շատ փող ունեմ Կանադայում, կարայի մնալ այդտեղ այդ փողը վայելել։ Իմ համար այս պահին շատ կարևոր է, որ մենք այս հիմնարկը դանենք դեպի ճիշտ ճանապարհ, շահագործենք ճիշտ ձևով, արիթ տանք նորիկին, կայանեին, վահեին, մույս երդասարտույներում բես ուշիմ աշխուժ, խելացի, նվիրված, աշխատասեր, ճգնաժան, ինչ ասեմ, այդպիսի դղակ աղջիկներ, որ արիթ ունենան իրենք հետագային ղեկավարեն այս հիմնարկը բարձրակույն մակարդակով։ Ես ալ լսած եմ նույն խոսակցությունները, անկեղծ ասած նույն հարցումները ես ալ ստանում եմ Facebook-ով, շատ մարդկանցից, նամակներով, բայց այս պահին հավաստիացնում եմ, որ Հրաչը ոչ մի տեղ չի գնում, մինչև Ռիկհաուզը որոշե ուրիշ որոշում կայացնի։
ֆինանսների նախարարության կողմից նշանակված տուժանքը ձեր կարծիքով ամբողջովին հերքելի է, թե ամեն դեպքում ընկերության կողմից դրսևորվել է որոշ թերություններ կամ որոշ թերություններ մասնակի եւ դուք ամենևին համամիջ եք ամբողջ նշանակված տուժանքին։ Գուցե կան որոշակի թերություններ։ Ես այս պահին պատրաստական եմ ասելու, որ ամբողջովին հերքելու է, ամբողջ գումարը 3.8 միլիարդ դրամն էլ հերքելու է։ Բայց եւ այնպես միաժամանակ ասեմ, որ ես հրավիրել եմ մեր փաստաբանները, մեր աուդիտորները, որ ստուգեն ամեն ինչ մանրամասնորեն։ Եվ եթե այդտեղ ինչ որ կարող է, ինչ որ բան սխալ լինի, որ մենք սխալած ենք, ես պատրաստական եմ այդ մեկը ընդունելու։ Բայց ես հավաստիացնում եմ, որ անկարելի է որևէ մեկ նորմալ բիզնես միջավայրի մեջ, որ դու չունենաս որևէ մեկ սխալներ, կամ համոզված լինես, որ սխալներ չունես, եւ հանգարց դու կանվիս 3.8 միլիարդ դրամ։ Անկարելի բան է այս մեկը։ Կոնե նորմալ տաստիարակված մտածելակերպի մեջ անընդունելի երևույթ է։ Ասուլիսին ներկա գտնվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները իրենց օգնությունն ու աջակցությունն առաջարկեցին Հրաչ Ջաբրայանին։ Ես շատ անհանգստացած եմ Դանդի նկատմամբ այս քայլի առիթով, որովհետև հարվածել Դանդիին արդարացի, թե մասնակի արդարացի, չգիտեմ, թե ոչ արդարացի, սա ուղիղ հարված է Կապան քաղաքին, որտեղ ամբողջ Դանդի գործունեությամբ է շնչում մեր Կապան քաղաքը եւ այս վերջին տարիների ձեր գործունեությունը Կապան քաղաքում ներդրումների տնտեսական ոլորտում, կրթական, մշակութային ոլորտում լուրջ աշխուժություն էր մտցրել Կապանի կյանքում եւ այս քայլը ինձ համար գոնե որպես քաղաքացի շատ անհասկանալի է։ Տա Աստված, որ սրա տակ ոչ մի քաղաքական միտումներ չլինեն եւ բարեհաջող ավարտի այս ամեն ինչը, բայց մինչ այդ պարոն Ջաբրայան, ես որպես հասարակական կազմակերպության ղեկավար իմ աջակցությունն եմ հայտնում, ինչով կարող ենք մենք օգտակար լինել, ինչպես կարող ենք ձեր կողքին կանգնել, այնպես ինչպես միշտ եք դուք մեր կողքին կանգնել, մեր քաղաքի կողքին կանգնել եւ ոչ թե կողքին կանգնել, այլ որպես մեր քաղաքացին հանդես գալ, ուզում եմ մեր աջակցությունը հայտնել, եթե ինչ որ մենք կարող ենք անել, օգտակար լինել, մեր ձայնը հասցնել ինչ որտեղ պատրաստ ենք դառնալ։ Մենք պիտի շարունակենք կենտրոնանալ անվտանգ արդարության վրա, այսինքն հիմնարկի ծրագիրները կոնե արդարության գծով չեն փոխվիր, մենք տագավին նվիրված պետք է աշխատենք արդարության վրա։ Այս բանին ծեր աջակցությունը պիտի լինի, որ խնդրում եմ քաղաքի մեջ դարագուսանքներ, ասեգոսներ, բաներ եւ այլն, եթե Հրաչ Ջաբրայանից չեք լսում, ուրեմն իրականություն չէ, եթե Հրաչ Ջաբրայանի կողմից լիազորված անձից չեք լսում, ուրեմն իրականություն չէ։ Այդ մեկը առաջին, երկրորդ պիտի խնդրեմ քաչալերեք մեր համակարգացիներուն, որ հերու մնան խոսակցություններեն, անհիմ խոսակցություններեն, որովհետև այդ մեկը միայն կվնասե հիմնարկի աշխատավորներու հոգեբանական իրավիճակը։ Մեր աշխատավորներու աշխատանքը այս պահին վտանգի առջև չէ, այս պահին որևէ մեկ գրճատման մասին խոսք չպետք է լա։ Ընդհակառակը, ինչպես գիտեք, մեկ ամիս առաջ ես հայտարարել եմ, որ 80 նոր աշխատատեղ ենք ստեղծում եւ այդ մեկը շարունակելու ենք, մինչեւ որս աշխատանքի ընդունել ենք 15 հոգի, եւս պետք ունենք 65 հոգի, եթե ունիք լավ աշխուժ երիտասարդներ, որոնք պատրաստական են աշխատելու հանքում, թող թիմեն։ Ես զարմանում եմ, որ քաղաքում մենք լալիս ենք, որ աշխատանք չկա, բայց ամավասիկ մեկ ամիս եղավ ես 80 հոգի ման եմ գալիս, 15 հոգի ջարել եմ կամ չեմ ջարել, որովհետև ամեն եկող կամ ուզում է իմ պաշտոնը, կամ ուզում է Նորիկի պաշտոնը, կամ ուզում է Գայանեի պաշտոնը, մոռանում են, որ մենք հանքարդյունաբերության ընկերություն ենք։ Միջինից ավելի բարձր աշխատավարձքով այսօր աշխատանք ենք առաջարկում հանքում։ Եթե չեմ սխալվում, սկզբնական աշխատավարձքը 200,000-ից ավելի է կազմում։ Եվ այդտեղ մենք իրենց տալիս ենք մասնակիտական տրեյնինգներ, ուսուցումներ, վերապատրաստումներ եւ հարաճիգային իրենք
շատ մեծ կարողություններու արժև գրնան գտնվել։ Եթե մեզ պիտի օգնեք, խնդրեմ քաչալերեցեք լավ երդասարտներուն թող կան եւ թիմեն աշխատանքի եւ պատրաստական թող լինեն աշխատելու, որովհետեւ առանց աշխատանքի ոչ միտեղ չեն հասնելու։ Դրանից դուրս մյուս հարցերը մենք կսպաղվենք մյուս հարցերով եւ հույսով եմ, որ մենք գրնանք այս հարցերը լուծել ճիշտ ձևով, լավ ձևով, ի նպաստ մեր հիմնարկին եւ մեր քաղաքին։ Այս բանին շատ կարեւոր է, որ բոլորը անդրադառնան, որ այս հիմնարկը տարեկան մոտավորապես $10 միլիոն աշխատավարձ է վճարում այս քաղաքի բնակիչներուն։ Ամեն ամիս մենք $800,000-ից ավելի աշխատավարձ ենք տալիս։ Եվ այդ փողը բնականաբար ծախսվում է այս քաղաքի մեջ։ Մարդը գնում է խանութ, մարդը գնում է շուկա, լա ուդելիք, լա հագուստ եւ այլն։ Դրանից դուրս մոտավորապես ամեն տարի մոտ $1 միլիոն բարեգործական սոցիալական ծրագիրներ են իրականացվում այս քաղաքին մեջ։ Լա մանկաբարձներ, լա դպրոցներ, լա հիվանդներու օգնություն, լա ինչ հալ ծրագիրներ որ լա։ Այսինքն այս մեկը բիզնեսից դուրս։ Այսօր մենք փորձում ենք քաչալերել այստեղի բիզնեսները, փոքր բիզնեսները, փորձում ենք այնինչ որ մենք կարանք կապանից վերցնենք լավ որակով, կապանից վերցում ենք եւ դրսից չենք բերում։ Այսօր ունենք 23 օտարերկրյա աշխատագիցներ, որոնք ապրում են ստեղ, իրենց աշխատավարձը ծախսում են ստեղ, ինչպես որ ես։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք չմոռանանք, որ այս հիմնարկը իսկապես որ ողնաշարն է այս քաղաքին։ Լավ կամ վատ մենք պետք է բարելավենք ամեն ինչ։ Եվ դարիներ շարունակապար եղել է, եւ ես կգարձեմ, որ այս մի քանի տարիներու ընթացքին չափ արդյունավետ չի եղել, գոնե սոցիալապես աշխույժ չի եղել, գոնե աշխատավարձքի տեսակետով աշխույժ չի եղել, եւ դրա համար մենք պետք է շարունակենք ամեն չանք տապել, որ հիմնարկի իրավիճակը բարելավենք։ Մնացած պատասխանատվությունը իմ վրա, ես 3 շաբթի օրը կմեկնեմ Կանադա դնորենների խորհրդի հանդիպման եւ մեր փոխնախագահներու հանդիպման եւ այդտեղ արդեն մենք կծրագրենք մեր հարաճիգա քայլերը։ Քաղաքում ինչքան հասարակական կառուցվածք է աջակցում, դա ցույց է տալիս, որ դուք շատ թափանցիկ եք, ձեզ համոզված եմ, որ ոչ մի բան չի լինելու, դուք կարողանալու եք ճիշտ ջրի երես հանեք եւ այդ ամեն ինչը կհարթվի ամենալավ ձևով, ձեզ հաջողություններ եմ ցանկանում, ուզում եմ, որ գործունեությունը դեպի լավը գնա, համոզված եմ, որ դեպի լավն ագնում, քանի որ ասացիք արդեն սկսել են աշխատանքները լավանալ։ Մենք ինչ-որ կարող ենք էլի աջակցենք անպայման։ Լրագրողներին հետաքրքրում էին նաև ընկերությունում աշխատատեղերի ավելացումը, աշխատավարձի բարձրացումը, աշխատանքային պայմանների բարելավումը եւ այլ հարցեր։ Այս հիմնարկը վնասով է աշխատում, ես ասել եմ նորից եմ ասում, որ վնասով աշխատող հիմնարկը չի կարողանա շարունակապար ներդրումներ անել, շարունակապար ծրագիրներ իրականացնել։ Եվ դրա համար կարող է որ ազդի աշխատավարձերի բահով ասեմ, որ այս տարվա ընթացքին մինչև օրս մենք 1200 աշխատավորից 450-ի աշխատավարձ կվերանայել ենք եւ բարձրացել ենք այս տարվա ընթացքին։ Այսինքն դենց չի, որ հիմնարկում աշխատավարձի հավելումներ չի եղել։ Այսօր փաստացիորեն մեր հիմնարկը բարձրակույն միջին աշխատավարձ կունի դարաձաշրջանին մեջ։ Փաստացիորեն, առանց ներառելու գլխավոր տնօրենի կամ տնօրենության աշխատավարձերը կամ օտարերկրյա աշխատավորներու աշխատավարձերը ներառելու։ Հիմնարկի միջին աշխատավարձը կազմում է $240,000, իսկ հանքի աշխատողներու միջին աշխատավարձը կազմում է $400,000։ Իսկ եթե մենք նայենք հանքի մասնակիցներու, այսինքն հորատողները, մեքենավարերը եւ այլն, արդեն 5-ից 600,000-ից ավելի է միջին աշխատավարձը։ Բայց եւ այնպես ես հույսով եմ, որ քոնե ապահովագրման բաժինը մենք գիրականացնենք։ Ես եւ նորիկը բյուջեն ներկայացուցել ենք Կանադա եւ այդ բյուջեի մեջ մենք դրել ենք մոտավորապես, եթե չեմ սխալվում, $300,000 մեր աշխատագիցներու համար ապահովագրություն, ոչ միայն աշխատագիցներու, բայց նաև իրենց ընտանիքներու համար։ Ես հույսով եմ, որ հարաճիգա շաբթվա ընթացքին եւ որ Կանադայում ես կրնամ մեր սեփականատիրոջ տնօրենների խորհրդին համոզել, որ այդ մեկը
ես կոնե շատ մեծ ցանկություն ունեմ իրականացնելու եւ այդ մեկը կհաստատվի եւ մենք կրնանք այդ մեկը իրականացնել հունվար 1-ից սկսյալ։ Ուրեմն վերջին 3 ամսվա 4 ամսվա ընթացքին մենք նոր տեխնիկաներ ենք ձեռք բերել հանքում, հին հորատման սարքերը վերացնում ենք արդեն եւ նոր հորատման սարքեր ունենք։ Նոր հորատման սարքերը օգտագործելու համար նաեւ բերած ենք նոր տեխնիկա, որը պիտի նպաստի հորատումներու բարելավումը։ Այդ բոլոր տեխնիկաներու վրա մենք պետք ունենք շուրջօրյա 24-ժամյա խմբակներ եւ քանի որ մենք 3 հերթափոխ պետք է աշխատեն այդ մեքենաները, սարքավորումները եւ քանի որ ամեն խմբակի մեջ մենք պետք է ունենանք 4-ից 5 հոգի, արդեն բավականին լուրջ թիվ է կազմում։ Բնականաբար մենք նկատի առած ենք, որ այդ մեկը հավելյալ ծախսեր են, բայց մեր հաշվարկներով այդ հավելյալ ծախսերը ժամանակավոր անելով երկարամյա մեզ ավելի պիտի նպաստի հիմնարկի իրավիճակը բարելավելու եւ դրա համար է որ մենք ընդհանուր որոշում կայացուցինք, որ պետք է ընդունենք աշխատանքի լավ նվիրված նորից եմ ասում աշխատասեր մարդիկ Ժողովուրդ ջան, խնդրում եմ նկատի առեք, որ այսօր մենք ունենք մարդիկ, որ գալիս են հանքարդյունաբերության ընկերություն հարցազրույցի, բայց իրենք պայմաններ են դնում։ Ես միայն ցերեկը պետք է աշխատիմ, հերթափոխով չեմ աշխատիր, ինձ մինիմում այսքան աշխատավարձք պետք է տաս։ Ես հանք չեմ իշնա, ես մագերեսում պետք է աշխատեմ եւ միայն այս մեքենայի վրա պետք է աշխատեմ։ Այդպիսի մարդիկ թող չկան, թող չթիմեն։ Մենք պետք չունենք այդպիսի մարդկանց։ Մենք պետք ունենք մարդիկ, որ պատրաստական են աշխատելու, գնալու հանք, եթե պետք լինի հերթափոխով աշխատելու, որովհետև միակ ձևը հաջողության այդ է։ Նախկինում գոյություններ հորատման այլ տեխնոլոգիաներ, որոնք եւ օդափոխությունը համապատասխանեցված էր նախկինում։ Այսօր այդ բոլորը փոխարինելով դիզվալիկով աշխատող մեքենաների, արդյոք ժամանակակից այսօրվա օդափոխությունը բավարարում է անհրաժեշտ նորմերի, որովհետև գիտենք, որ դիզվալիկի մեջ կա բավականին վնասակար, ասենք, արտանետումներ, որ մարդկանց առողջության վրա խիստ բացաբար կանխարգելում։ Այո, առաջի հերթին ասեմ, որ մեր օգտագործած դիզվարելիքը միայն փարսակույն որակն է եւ այսպես ասեմ բարսկական ցածր որակով դիզել մենք չենք օգտագործում մեր հանքում, որովհետև մեր մասնակիցները բոլոր դիզերները ստուկեր են։ Բոլոր դիզվարելիքը մենք ստանում ենք, ստուկում ենք, ստուկման ենթակա դարձնելուց հետո օգտագործում ենք։ Ինչ կվերապերի հանքում, բնականաբար պետք է հանքի օդափոխությունը միշտ գերազանցե որոշ օրենքի նորմեր եւ պետք է լինի բարձր մագարտակով։ Ես անձնապես 3 հանքում էի, իջա անձնապես ստուկեցի եւ մենք ունենք սարքեր, որ ամենտեղ գնում ես եւ բացի քո շնչելուց բնականաբար այդ սարքավորումը ստուկում է օդի մեջի բարմնագությունը եւ այլն։ Եվ ասեմ, որ մեր հանքի օդափոխության հետ ընդհանրապես որևէ մեկ մտահոգություն չունեմ, շատ լավ է հանքի օդափոխությունը, գոհ եմ, իսկ եթե հանգարց վստահեցնում եմ, եթե ես գոհ չլինեմ, որևէ մեկ աշխատակից չեմ ուղարկի հանք։ Դրանից դուրս ասեմ, որ $1 միլիոն նկատի առնված է 2015 տարեշրջանի հանքի վենտիլացիան օդափոխությունը շարունակելու, բարելավելու համար։ Հետախուզական աշխատանքներ իրականացնող այդ օղակը կրճատվեց եւ դուք ասացիք, որ դա տևելու են դա մի քանի ամիս, որովհետեւ միևնույն է առանց հետախուզական աշխատանքների, առանց այդ հանքը գոյատևել չի կարող, առաջընթաց պետք է ունենա։ Ինչպես է այդ գործընթացը, երբեք վերականգնելու այդ մարդկանց աշխատանքը։ Մագերեսային հետախուզության համար դժբախտաբար էներգետիկայի նախարարությունը ուշացուց մեր լիցենզան 7 ամիս։ Մենք մեր լիցենզան ստացել ենք 3 շաբաթ առաջ։ Մինչև այս կամ այն անհիմն պատճառներով նախարարությունը ուշացուց մեր լիցենզան։ Եվ մենք գործընծուցինք ամբողջ ամառվա սեզոնը, որ ժամանակատվածում մենք կարայինք հորատումներ անել։ Եվ անհավասիկ մեզ նվիրեցին մեր լիցենզան վերջին 3 շաբթի ընթացքին, երբ որ մենք արդեն ծմերվա մուտին ենք եւ մենք չենք կարող որևէ մեկ հորատում անել
այս սեզոնին արդեն։ Մենք ամբողջ սեզոնը գործընծուցինք եւ այս պահին ես արդարացի չէ որ հորատումներ սկսեմ եւ որ ես չեմ կարող նույնիսկ հորատում անել նորմալ ձևով։ Պիտի այսին 1-2 շաբաթ աշխատենք, վերջը կանգնենք։ Դրա համար այդ բոլոր հորատումներով աշխատանքները մնացին եկող տարվա եւ այդ բաժինը մենք այս պահին կոնե ամբողջությամբ վերականգնելու ծրագիր չունենք։ Կարող է մի քանի հոգի հետ վերականգնենք, որոշ մանր հորատումներ անենք հարաճիգա մեկ ամսվա ընթացքին, բայց եթե անենք, այդ կլինի ոչ ավելին։ Հրաչ Ջաբրայանը նշեց նաև, որ առաջիկայում պատրաստվում է հանդիպել Հայաստանի Հանրապետության նախագահին, վստահ լինելով, որ նա կընդառաջի ընկերությանը բոլոր հարցերում։